Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, վերջին շրջանում երևի նկատել եք, որ հարցազրույցները ավելի քիչ են, ես որոշեցի մի քիչ հանգստանալ այս ծանր նախընտրական շրջանից հետո, բայց հուսամ այսուհետ ավելի այսպես կանոնավոր կերպով հարցազրույցները կհրապարակվեն, ինչպես որ եղել է նախկինում, եւ այսօր ես զրուցելու եմ ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Արմինե Սախոյանի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը պետք է խնդրեմ, որ անպայման բաժանորդագրվեք այս ալիքին, հավանեք տեսանյութը եւ նաեւ գրեք մեկնաբանություն այն թեմաների վերաբերյալ, որոնք մենք հիմա քննարկելու ենք։ Արմինե, դուք բևեռի ցուցակով պատգամավորի թեկնածու եք, նաեւ այդ բանավեճին մասնակցեցիք հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ակտիվ քաղաքական պրոցեսի մեջ էիք եւ վստահաբար նաեւ ընտրական պրոցեսի հենց այդ կարևոր մասին քվեարկության օրը հետեւել եք պրոցեսներին եւ ձայների հաշվարկին եւ Փաշինյանի հայտարարություններին այդ օրը ընդհանուր առմամբ ձեր տպավորությունն ինչպիսին է եւ Բևեռի դիրքորոշումն ինչպիսին է ընտրությունները արդար եւ անկողմնակալ թափանցիկ են անցել թե դրանք կեղծված ընտրություններ են։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իհարկե, լինելով պատգամավորության թեկնածուն, նաև եղել եմ ընտրատեղամասում, Արաբկիր համայնքի տեղամասերից մեկում եմ եղել եւ մասնակցել եմ իհարկե վերահաշվարկին, կարելի է ընդհանուր պրոցեսը այն ինչ կատարվեց այդ օրը, այսինքն հունիսի 7-ին, երբ ընտրատեղամասերը փակվեցին, իհարկե սպասումները այլ էին եւ այլ սպասումներ ունեցանք, կարելի է ասել այդ ողջ ընթացքում նախընտրական քարոզարշավի ընթացքում տեսնում էինք ժողովրդի վերաբերմունքը բացասական իմաստով Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր այդ կուսակցության նկատմամբ, բայց արիուտես արձանագրումները այլ եղան, իհարկե կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց կարծում եմ այս եթերի ընթացքում չարժի որ անդրադառնալ, եթե կարիքը կլինի կանդրադառնանք այդ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներին, այդուհանդերձ ազգային ժողովրդավարական բևեռը հենց հունիսի արդեն 8-ին, այսինքն կեսգիշերն անց իր հայտարարությունը տարածեց այն բանից հետո, երբ Փաշինյանը Այո, իրեն ինքնահռչակեց որպես հաղթող ուժ, ինքնահռչակեց իրեն վարչապետ, այնինչ կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթն էր դա, եւ ինչպես այս 5 տարիների ընթացքում մենք ականատեսն ենք եղել այն բանի, որ Փաշինյանը ամեն բան թե դատարանների, թե բոլոր ինչքան որ ինստիտուտներ կան, բոլորի գործառույթը իր վրա է վերցրել եւ դա նկատելի է նաեւ ողջ քարոզարշավի ընթացքում, որովհետեւ եթե մենք քարոզարշավն ենք նայում, ապա կարևոր դերակատարում ունեցող անձը հենց ինքն էր։ Եվ այդ գիշեր էլ բացառություն չեղավ, Փաշինյանը ինքը իրեն ինքնահռչակեց որպես վարչապետ, խախտեց օրենքը, խախտեց սահմանադրությունը, նա դրա իրավունքը չուներ եւ ազգային ժողովրդավարական բևեռը հենց կեսգիշերից հետո հայտարարություն տարածեց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքը ուրեմն խախտվել է, օրենքը խախտվել է, սահմանադրությունը խախտվել է եւ ազգային ժողովրդավարական բևեռը չի ճանաչում այդ ընտրությունները։ Իհարկե դրանից հետո մենք եւս մեկ հայտարարություն տարածեցինք, որովհետեւ երբ ամփոփվեցին արդյունքները, արդեն տարբեր քաղաքական կուսակցություններ սկսեցին բողոքարկման պրոցեսներ, բայց մենք հասկանալով, որ Հայաստանում բացարձակ ուրեմն չկա
սահմանադրության եւ օրենքի գերակայություն անիմաստ համարեցինք, որ դիմենք ուրեմն վերաքվեարկության կամ ինչ որ սահմանադրական դատարան, մանավանդ սահմանադրական դատարանի դեպքում քաջ գիտակցելով, որ սահմանադրական դատարանի դատավորները ընտրված են այս իշխանության սպասարկու անձնակազմ է եւ հետեւաբար անիմաստ դա ուղղակի գործընթաց է։ Այսքանը կարող եմ ասել, բայց մինչ այդ էլ մենք բազում անգամներ մեր հարցազրույցներում տարբեր մեր պատգամավորության թեկնածուները նշել են, որ այս ընտրությունները անցել են ուրեմն բացարձակ ոչ իրավական հարթությունում, նախ առաջինը իրավահավասարություն չի պահպանվել, օգտագործել է ուրեմն աննախադեպ վարչական ռեսուրսներ, բացի դրա դա իշխանության կողմից վարչական ռեսուրսների օգտագործումը ամբողջ քարոզարշավի ընթացքում հայ ժողովուրդը ականատեսն է եղել սպառնալիքների, հայ ժողովուրդը ականատեսն է եղել բռնությունների, անգամ բանտարկությունների, ականատեսն է եղել նորից ատելության եւ խտրականության խոսքի տարածման, այնինչ ամիսներ առաջ քաղաքացիական պայմանագիրը եւ հենց Փաշինյանն էր հայտարարում, որ իրենք այլևս ուրեմն ատելության խոսք եւ ընդհանրապես ոչ հանրային խոսույթ չեն օգտագործելու, բայց այս մարդիկ չունեն կարմիր գծեր, իրենք չունեն որևէ, ինչ ասեմ, արժեքներ չկան եւ իրենց համար ուղակի այդ գծերը խախտելը բացարձակ, ինչ ասեմ, բացարձակ սպասելի չի եւ ակնկալելի էլ չի իրենցից։ Այ հիմա որ դուք այսպես խոսում եք, գուցե ձեզ վաղը կանչեն վարժական հավաքների։ Զավեշտ է, իրենց դեպքում հնարավոր է, անկախ նրանից, որ ես կին եմ, հնարավոր է, որ դա է լինի, որովհետև մենք տեսանք, ականատեսն եղանք նաև նրա, որ երբ որ մարդիկ գալիս էին, հա, Սփյուռքից, մասնավորապես Ռուսաստանից երևի ավելի շատ, այդ քվեարկությանը մասնակցելու, ինչպես էին անմիջապես, եւ դա հայտարարվեց, հա, որ օրենքի խախտում պետք է չլինի այդ մարդկանց կողմից, որովհետև հնարավոր է, որ անմիջապես իրենց արդեն զորահավաքի մասնակիցներ լինեն, այսինքն իրենց արդեն գալիս էին այդ պարեսկաները։ Այո, գալիս էին եւ հետաքրքիր է, որ իրենք ամեն միջոց, ամեն նույնիսկ ուրեմն վիճակագրություն դրվեց անցյալ տարվա նույն ժամանակահատվածում մեր հայրենակիցների Հայաստան գալու եւ այս տարվա նույն ժամանակահատվածում ուրեմն ժամանման վերաբերյալ վիճակագրություն եւ փաստ էր, հա, դա վիճակագրական փաստացի տվյալ էր, որ անցյալ տարի այդ նույն ժամանակահատվածում ավելի շատ մեր հայրենակիցներ են եկել Հայաստան, քան այս տարի այդ նույն ժամանակահատվածում, բայց արի ու տես, որ դա էլ օգտագործվեց, թե տեսեք, որ մարդիկ գալիս են, դա ուրեմն նախորոք ուղղորդված է, այդ մարդկանց, չգիտեմ, կաշառք են տվել կամ ուղղորդել են, չգիտեմ, բազմաթիվ պատճառաբանություններ, միայն թե իրենց այն փաստարկները, իբրև որ մարդիկ վաճառված են, իբրև որ մարդիկ կաշառված են, դա արդարացնեին։ Եվ ճիշտ է, զավեշտալի է, բայց ինձ էլ կարող են իրոք զորահավաքի կանչել, այնպես որ իրենց դեպքում ամեն բան սպասելի է։ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ընդդիմության քվեների 70%-ը բևեռը չեմ հիշում ճիշտ ասած ինչքան ձայներ հավաքել, բայց դրա 70%-ը Նիկոլ Փաշինյանին դրա կաշառքով ընտրած մարդիկ են։ Դուք այս հայտարարությանը ընդհանրապես ո՞նց եք վերաբերվում։ Ընտրակաշառք եղել է, չի եղել, եթե եղել է ում կողմից է եղել, ընդդիմությունը ձեր կարծիքով այն ուժերը, որոնք որ անցել են խորհրդարան,
ըստ ընտրությունների արդյունքներով, նաև ԲՀԿ-ն, հաշվի առնենք, որ ԲՀԿ-ի ձայները ըստ էության ոչնչացվեցին։ Այդ ուժերը ձեր կարծիքով ընտրակաշառք բաժանել են, Bևեռ-ը նաև այդ թվում, որտեղ ընդդիմադիր ուժ եք։ Տեսեք, եթե կան մարդիկ, ովքեր չեն մասնակցել հենց գետնի վրա նախընտրական քարոզարշավին, կարող էին Փաշինյանի տվյալ ասածը ինչ որտեղ ասեին, հա, հնարավոր է, բայց ես ինքս կարելի ասել ամենօրյա ռեժիմով լինելով քարոզարշավի ակտիվ մասնակիցը փողոցում տեսել եմ մարդկանց վերաբերմունքը, թե անկախ նրանից նախազգային ժողովրդավարական Bևեռ-ը իհարկե մենք քարոզարշավի հենց շրջանակում բնական է, հենց այդպես էլ պետք է լիներ, որ Bևեռ-ի մասին էինք խոսում, մեր ուրեմն համարն էինք նշում համարուտ, բայց երբ որ դու ընդհանուր խոսում էիր, որ Փաշինյանի հեռացումը դա առաջնային է եւ օրակարգ է, պետք էր տեսնել մարդկանց վերաբերմունքը, մարդիկ դրան կողմ էին, անկախ դրանից դրա մասին խոսում էր Bևեռ-ը, թե որևէ այլ ուժ մարդիկ, որովհետև Հայաստանում ապրող գիտակից մարդիկ հասկանում են, թե Փաշինյանը ինչ քաղաքականություն է վարում, եւ սա պարզապես քաղաքականություն վարել չի, չկա բացարձակ ինքնիշխանություն, չկա բացարձակ հայկական շահերի սպասարկումը Հայաստանում հայկական ուրեմն ցավալիորեն Հայաստանի իշխանությունները դրսից կառավարվող ուժ են, մասնավորապես հենց Ադրբեջանի։ Ուրեմն այն ինչը որ հայտարարվեց, հա, այդ 70% Փաշինյանը պարզապես քաջ գիտակցելով, որ այն սպասումը, որ ինքը ուներ, որն էր իր սպասումը, հա, մինչ այդ ասում էր, որ 65% եւ ավել պետք է հավաքի, որպեսզի սահմանադրական մեծամասնություն ունենա եւ կարողանա սահմանադրության մեջ փոփոխություն անել։ Եվ հետեւաբար տեսնելով, որ այն սպասումը, այն ակնկալիքը, որը ինքը ուներ, չունեցավ, սկսեց, այսպես ասած, փնովել։ Եվ եթե ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, հա, հասկանում եք, դա շատ կարևոր պաշտոն է, այսինքն ինքը ամբողջ Հայաստանի բնակչության, ողջ հայ ժողովրդի, հենց մասնավորապես Հայաստանում քվեարկած քաղաքացիների վարչապետն է, բայց արի ու տես, այս մարդը այս 8 եւ ավել տարիների ընթացքում անգամ չհասկացավ, որ ինքը ոչ թե ընդդիմադիր գործիչ է, այլ հենց վարչապետ եւ ինքը պետք է ամբողջ բոլոր քաղաքացիների իրավունքները պաշտպանի եւ ստացվեց ինքը 70% քվեարկած մարդկանց ձայները ինչ որ սկսեց անվանարկել եւ ասել, գիտեք, որ իրենք կաշառված են, ինչ որ, չգիտեմ, եթե Ադրբեջանը տեսնում է, որ այդքան կաշառված մարդիկ կամ այդքան մարդիկ կան, ովքեր իրեն չեն ընտրել, ուրեմն պատերազմի հավանականությունը մեծ է եւ սա ուղիղ սպառնալիք էր եւս մեկ անգամ հայ ժողովրդին։ Այս մարդը այդպես էլ չի գիտակցում, որ ինքը ողջ Հայաստանում բնակվող մարդկանց քաղաքացի, ուրեմն վարչապետն է եւ ասել, որ կաշառված են, հարց, որտեղ են փաստերը։ Հանկարծ չասեմ, որ կա ձայնագրություններ, որովհետև մենք Բագրատ Սրբազանի դեպքում էլ տեսանք, որ կիսատ պռատ ձայնագրություններ են, նրանք ոնց հարմար է իրենց այդ ձայնագրություններից մասեր են վերցնում։ Եթե կա կաշառքի ուրեմն դեպք, ուրեմն եւ դատարաններում հայցեր են ներկայացված առանց վճռի փաստի իրավունք չունի Հայաստանում որևէ իշխանության անդամ, կառավարության անդամ նման հայտարարություն անել, որովհետև եթե ինքը նման հայտարարություն է անում, հենց ինքը օրինազանց է եւ ինքը օրինազանցության տիպիկ օրինակ է։ Դրա համար, եթե կա որևէ ուրեմն կաշառքի գործով փաստ, կարող ենք քննարկել դա, իսկ եթե դա չկա, ապա Փաշինյանի հայտարարությունները անիմաստ է եւ չարժի, որ մենք ժամանակ կորցնենք իր, ինչ ասեմ,
անփաստարկ հայտարարությունների վրա, բայց իհարկե ցավալի է, որ Հայաստանում կան նաև մարդիկ, ովքեր ոչ փաստարկված այս հայտարարությունների վրա կարող են ինչ-որ, չգիտեմ, ուրախանալ կամ ասել այ տեսեք, ոչ, եթե մենք օրինական երկիր ենք, ցանկացած հայտարարության հիմքում պետք է լինի փաստարկ, տվյալ դեպքում պետք է լինի դատարանի վճիռ, չկա որևէ վճիռ, ուրեմն Փաշինյանը ստախոս է, եւս մեկ անգամ փաստեց, որ ինքը պարզապես արկածախնդիր ստախոս է։ Նիկոլ Փաշինյանն ասում է, եթե ես ընտրություններ եմ կեղծել, թեկուզ մեկ քվե կեղծել եմ, ընդդիմությանն է ասում է հեղափոխություն արեք, եւ այս ֆոնին Սամվել Կարապետյանը ընդդիմադիր դաշտի լայն համախմբման մասին հայտարարություն արեց, նաև ասաց, որ մոտ ապագայում սպասում է հանրահավաք, Բևեռը կա այդ հանրահավաքում, արդյոք քննարկումներ կան, արդյոք այդ համախմբմանը մոտեցել եք, միանալու եք, ինչ կասեք։ Մենք արդեն իսկ հայտարարությունը արել ենք, առաջարկը եղել է ազգային ժողովրդավարական բևեռին եւ ազգային ժողովրդավարական բևեռը, ինչպես միշտ, ինչպես տասնյակ տարիներ շարունակ, կարևորելով հայկական շահը եւ հայ ժողովրդի շահը եւ համախմբմանը ամեն կերպ աջակից լինելով, պարզ է, որ միացել է այդ հայտարարությանը, մանավանդ առնենք, որ մինչ Սամվել Կարապետյանի այդ համախմբման կոչի հայտարարությունը արդեն իսկ ազգային ժողովրդավարական բևեռը երկու հայտարարություններ տարածել էր եւ մեր երկու հայտարարությունների տրամաբանության եւ պատկերացումների եւ այդ ուրեմն հայտարարության շրջանակում էր այն հայտարարությունը, որը պետք է ուրեմն դրվեց շրջանառության մեջ 7 այդ կուսակցությունների կողմից։ Հետևաբար ուրեմն արդեն պարզ էր դառնում եւ տրամաբանական է, որ Բևեռը միանալու էր եւ միացել է այդ հայտարարություններին, այդ հայտարարությանը։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Փաշինյանը ասում է, որ հեղափոխություն արեք, մենք նախադեպ ունենք, շատ թարմ նախադեպ ունենք 2024 թվականի հունիսի 12-ը եւ երբ մարդիկ դուրս եկան, չնայած որ մայիսի 9-ին էին մարդիկ դուրս եկել Հանրապետության հրապարակում եւ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի մոտ դողդղոց կար արդեն, որ ոնց հնարավոր է այդքան մարդ հավաքվի, բայց մենք հունիսի 12-ին, 24 թվականի հունիսի 12-ին տեսանք, թե Փաշինյանը ինչի գնաց եւ կիրառեց լուսաձայնային այդ նռնակները ժողովրդի դեմ, այնտեղ մի մարդ իր դաստակը կորցրեց, բազմաթիվ վիրավորներ եղան, մարդիկ դուրս էին եկել եւ իրենց հեղափոխությունն էին ուզում, ոչ թե իրենց հեղափոխություն էին ուզում անել, այդ դեպքում ինչու Փաշինյանը կիրառեց ազատ խոսքի եւ փողոցում քաղաքացու կամ արտահայտման դեմ, հա, քաղաքացին փողոցում իրացնում էր իր սահմանադրական իրավունքը, բայց ուշ կիրառվեց։ Հիմա հասկանանք արյուն տենչացող Փաշինյանը էլի արյուն է ուզում, որևէ խնդիր չկա, եթե ես համոզված եմ, եթե ուժայիններին հրաման չտրվի, որ ուրեմն մարդկանց նկատմամբ ուժ կիրառեն, Հայաստանի Հանրապետությունում մարդիկ 100,000-ներով դուրս կգան փողոց եւ իշխանափոխություն կպահանջեն։ Շատ լավ, հարգելի Արմինե, հետևենք պրոցեսներին, մանավանդ որ դրանք խոստանում են մոտակա ժամանակաշրջանում բավականին թեժ լինել, շնորհակալ եմ շատ այս զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։